Երեք շաբաթներ առաջ սկսեցինք մեր ուսումնասիրությունը շնորհած վարդապետությունների նկատմամբ եւ մենք ասացինք, որ այդ քարոզաշարը թեմատիկ բացատրական քարոզաշար է, որ Տերը գամի մեր մինչև հաջորդող մի տարին այս շնորհած վարդապետությունների վրա կխոսանք։ Ինչ են շնորհած վարդապետությունները։ Շնորհած վարդապետությունները նրանք կներառեն քանի մը կարևոր ճշմարտություններ, վարդապետություններ, որոնք մեզ ցուցադրում են, բացահայտում են, որ փրկությունը մեզանից չէ, հապա լրիվ Աստծուց է։ Փրկությունը լրիվ Աստծո գործն է։ Այսինքն, չկա ոչ մի մաս մեր փրկության նկատմամբ, որով մենք կարանք բարձենալ, թե մենք արժանի էինք նա ունենալու կամ ստանալու։ Այսինքն, չկա ոչ մի մաս մեր փրկության առումով, որ մենք կարանք ասել, որ մենք սա վաստակեցինք։ Ինչ շնորհիվ մեզ, չկա այդպես բան։ Նույնիսկ այն հավատքը, որ մենք գործածում ենք, որպեսզի նրանով հավատանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի, սա էլ մեզ համար տրված է Աստծուց։ Բարգևը, այդ հավատքը, որով մենք հավատացինք Աստծո մեջ, սա լրիվ նրա շնորհն է, նրա բարգևն է։ Փիլիպպեցիների 1:29-ը ասում է. «Եվ ցեզ Աստծուց դա շնորհ դրվեց»։ Ինչ դրվեց մեզ Աստծուց։ Ոչ միայն Քրիստոսին հավատալու համար, այլ նաև որպեսզի չարչարվեք նրա համար։ Եթե ճշմարիտ հավատացյալ ես, քիչով կամ շատով Տիրոջ համար չարչարանք կունենաս։ Ոչ միայն սա, առաքյալը ասում է, որ ցեզ Աստծուց դա շնորհ դրվեց Քրիստոսի հավատալն էլ։ Ուրեմն սա շնորհ է։ Սա շնորհ է։ Փրկությունը կատարելապես Աստծո կողմից է, նրա գործն է։ 99.99% Քրիստոսի գործը չէ եւ մնացածը մերը։ Ոչ, այդպես բան չկա։ Փրկությունը 100% Աստծո գործն է, Տիրոջ գործն է։ Ինք ըրած է այդ բոլոր գործը, այդ փրկության գործը, որ Քրիստոս կատարեց 100% իր գործն է։ Նույնիսկ այն կարողությունը, որ Տերը մեզ տված է հավատալու, նրա ընդունելու, սա էլ իր գործն է։ Նրա համար մենք կարող ենք հավատալ։ Նրա համար մենք կարող ենք շնորհ ստանալ, որովհետև նրա շնորհով է միայն։ Եվ իբր թարմացում մենք այս հատվածը Հովհաննես 10:22-30 մենք սա սկսեցինք ուսումնասիրել 3 շաբաթ առաջ։ Նայեցանք 22-ից մինչև 27 համարները եւ այսօր կշարունակենք սա։ Մենք տեսանք 4 պատճառներ։ Ասեցինք 4 պատճառ ունենք եւ կտեսնենք մնացած 3-ը։ Մի հատ նայեցանք 3 շաբաթ առաջ եւ այսօր մնացած 3-ը կուսումնասիրենք։ 4 պատճառ ունենք, թե ինչու փրկությունը հավատացյալի լրիվ ոչ թե միայն Քրիստոսի գործն է, այո այդպես է, 4 պատճառ, թե ինչու մեր փրկությունը, հավատացյալի փրկությունը հավիտենապես ապահով է։ Սա կարևոր թեմա է։ Սա կարևոր թեմա է։ Հավատացյալի փրկության ապահովության թեման շնորհած վարդապետություններին մեկ հատն է։ Դեռ քանի մատ եւս կան։ Եվ այս վարդապետությունը կարևոր վարդապետություն է, որ ունի մեծ հետևանքներ, կորզնական հետևանքներ մեր քրիստոնեական ապրելակերպին։ Մեկը թող չասե, որ այս վարդապետությունը կարևոր չէ կամ ինձ համար շատ օգտակար չէ։ Ես եւ դու երբեք չենք կարող վստահ լինել մեր
փրկության վրայով, եթե վստահ չենք սուրբ քրային կետնի վրա, սուրբ քրքի համաձայն, թե մեր փրկությունը հավիտենապես անվտանգ է, ապահով է։ Ինչու կասենք սա։ Ինչու ասում ենք սա, որովհետև այո, հավատացյալները ավետարանական, մենք ավետարանական եկեղեցի ենք, մկրտական ավետարանական եկեղեցի ենք, եւ մեզ նման եկեղեցիները նրանք սովորեցնում են թարաբես, որ նրանք հավատում են, որ փրկության վստահություն ունեն։ Հա, մենք ալ հավատում ենք սրա վրա, բայց փրկության վստահություն առանց փրկության ապահովության, անվտանգության ապահովություն չի ներկայացներ երբեք։ Ինչու՞։ Որովհետև դու որքան կարաս վստահ լինել, որ քո փրկությունը հավիտենական է, եթե հնարավորությունը կա, որ այդ փրկությունը մի օր կարաս կորցնել։ Որքան կարաս վստահ լինել, որ քո փրկությունը հավիտենական է։ Նրա համար է, որ ասեցինք անցյալ անգամ եւ կգրկնենք անգամ եւս եւ ելի կգրկնենք, որովհետեւ առանց փրկության ապահովության, փրկության վստահության հասկացողությունը թերի է, թույլ է։ Եվ Սուրբ Գրքի հասկացողությունը չէ։ Ուրեմն ես հարցնեմ իմ մտքում, իմ սրտում, դու հարցրու քո սրտում, որքան դու վստահ ես այս առավոտ, որ քո փրկությունը հավիտենական է։ Ինչի հիման վրա համոզված ես, որ քո փրկությունը հավիտենական է։ Արմեն եղբայրս քիչ առաջ ինչ ասեց։ Նկարների վրա, պատկերների, շարժապատկերների, զգացմունքի, ինչի հիման վրա։ Խոսքի հիման վրա։ Խոսքի հիման վրա։ Ազո խոսքն է, որ ինձ համոզում է, որ ես Տիրոջ զավակ եմ։ Եթե թույլ տաս, որ քո զգացմունքներդ քեզ ասեն, միթե դու հավատացյալ ես կամ ոչ, շատ անգամ գծախողվես այն հասկացողության նկատմամբ, որ միթե դու ճշմարտապես հասկացած ես, որ դու Քրիստոսի պատկանում ես հավիտյան կամ ոչ։ Ուրեմն շիդակ հասկացողությունը այս թեմայի վրայով շատ կարևոր է, որովհետև նրա հետևանքը, նրա առնչությունը շատ կարևոր եւ շատ կորզնական է հոգեվոր կյանքի աճի ու առողջության։ Ուզում ես շիդակ ծևով հոգեորապես աճել։ Չես կարող ասել, որ այս շնորհած վարդապետությունները դրանք երկրորդական, երրորդական կամ եկեղեցիները բաժանող վարդապետություններ են։ Խնդիրը մենք ենք, ոչ թե Աստծո խոսքն է։ Մեր սխալ հասկացությունն է, որ մեզ կմղե երբեմն ասել, ես այսպես հավատում եմ, մյուսը այնպես հավատում է, ուրեմն որը շիդակ է, եւ խնդիր լինում է եղբայրների միջև, եկեղեցիների միջև, ոչ այս եկեղեցիում։ Տիրոջ շնորհով ոչ այս եկեղեցիում։ Մենք այս եկեղեցիում հավատում ենք, որ հավատացյալը նրա փրկությամբ հավիտենապես ոչ միայն վստահ է, ապահով է, անվտանգ է իր փրկությունը։ Եվ եթե անդամ ես այս եկեղեցվո, պետք է որ, եթե համոզված չես դեռ այս վարդապետության նկատմամբ, պետք է ավելի ուսումնասիրես։ Հասկանում ենք, որ մեզ բոլորը անպայման հստակ չէ կարող է այս վարդապետությունը նրանց, ինչպես որ հիմա խոսում ենք։ Սրա համար է, որ ուզում ենք քանի ամիսներուն կարող է մինչև մի տարի այս թեմաների վրա խոսանք, որպեսզի ավելի ամրապնդենք մեր հասկացողությունը մեր սրտերում, որ Աստված մեզ հավիտենապես փրկած է։ Նայեցեք, քանի հատվածներ նայենք Սուրբ Գրքից, առաջ որ անդրադառնանք մեր մնացած տեքստին Հովհաննես 10-ից։ Հովհաննես 6:37-ը նա ում հայրը ինձ տալիս է, գա ինձ մոտ։ Սա սիրո բարգև է։ Եվ ինձ մոտ եկողին ես դուրս չեմ անի։ Շատ ավետարանական քարոզիչներ այս երկրորդ մասը այս համարի այսպես մեկնաբանում են։ Եվ ով որ նրա գալիս է, Հիսուս ոչ չի ասում, այսինքն չի մերժում, այսինքն ընդունում է, նրա մասին չէ, հերթականությունը նկատի արեք, մի սխալվեք, նայեցեք, նա ում հայրը ինձ դալիս է, գկա ինձ մոտ,
Արդեն եկավ, այդ գկա ինձ մոտի մեջ, այդ արդայության մեջ, արդեն իսկ անձը հավատացյալ դարած է, բրգված է, իսկ մնացած մասը եւը հետո գալիս է։ Եվ ասում է, եւ ինձ մոտ եկողին, այսինքն ապաշխարողին, բրգվողին դերը դուրս չեմ անի, այսինքն բահում եմ նրան, բրգված վիճակի մեջ, բահում եմ նրան, Հռոմայացիների 8:38-39, որովհետև հաստատ գիտեմ, նայեցեք առաքյալը կասկած չունի։ Եթե փրկության մեր վստահությունը մեր գամքի, մեր կարողության, մեր ճանկերի վրա հիմնված լինի, Պողոս առաքյալը երբեք չէր կարող ասել հաստատ գիտեմ։ Ինչի շնորհիվ առաքյալ ջան հաստատ գիտես, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ ռեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներգայի եղած բաները, ոչ գալիք բաները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան դու ալ մեջ լինելով չեն կարող մեզ բաժանել Աստծո սիրուց։ Ուրգից գիտես, Պողոս առաքյալ, ինչու հաստատ գիտես, որև Աստծո սիրուց մեզ ոչ մի բան չի կարող բաժանել, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է, որովհետև Աստված մեզ սիրած է նրա համար։ Նրա համար։ 1 Կորինթացիների 1:8 ասում է, նա հաստատուն կբահի ցեզ մինչև մեկ շաբաթ ետքը։ Չէ, Արմեն եղբայր, դու սխալ ես, սուրկիկս այդպես չի ասում։ Իգա գիտի։ Մի ամիս ետքը, մի տարի հետ չէ, մինչև վերջ, որ ամեղատրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Մենք հիմա շատ բաներ կա, որ մենք գարա աշխարհը, մարդիկ, սատանան մեզ մեղադրեն եւ շատ անգամ իրավունք ունեն, բայց սա նրա գործն է, ինքն է, որ մեզ հաստատուն կբահի մինչև վերջ, շնորհի գործ ասա, որ ամեղատրելի լինեք Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Եփեսացիների 1:13-14 նրանով դուք էլ հուսացիք, երբ ճշմարտության խոսքը լսեցիք, ձեր փրկության ավետարանը, որին հավատացիք, խոստացած Սուրբ Հոգով գնքվեցիք, նայեցեք, Սուրբ Հոգով գնքվեցիք, որը մեր ժառանգության քրավականն է, մինչև երբ, մինչև նրա բոլոր ժողովրդի, ընտրյալների փրկությունը, որբեսի ինչ անենք, նրա փառքը կովերքենք, նպատակը սա է, Աստված փրկած է ինձ եւ քեզ, իմ եւ քո հանգիստի համար չէ բարձաբես, իմ եւ քո հավիտենական նրա դատաբարությունից, արդար դատաստանից փախչելու համար չէ բարձաբես, ինք փրկած է մեզ, որ նրա փառքը կովերքենք, եւ ասում է, Սուրբ Հոգով դուք կնքվեցիք, դուք որ հավատացիք նրա շնորհով, որը այդ գնիկը Սուրբ Հոգով մեր ժառանգության գրավականն է, մինչև ժողովրդի փրկություն, այսինքն մինչև լրիվ ընտրյալների թիվը ամփոփչանա։ Եվ հետո մի քանի գլուխի հետ 4:30-ում Եփեսացիներին ասում է. «Եվ մի դրդմեցրեք Սուրբ Հոգին Աստծու»։ Եվ Սուրբ Հոգին մենք կարդացինք Եփեսացիների 1:13-ում, որ գնքված ենք նրանով։ Okay, մինչև երբ գնքված ենք նրանով։ Երբ հավատացինք միայն։ Չէ, ասում այստեղ, որով գնքվեցիք փրկության օրվա համար։ Այդ վերջին օրվա համար։ Այդ վերջին օրվա համար։ Նրա համար է, որ մի քիչ առաջ 1 Կորինթացիների 1:8-ը ասեց, որ ինք կբահի մեզ մինչև վերջ։ Այդ օրվան համար, որ այստեղ այդ պարակիդությունը, արդայությունը օգտագործվում ասելով Տեր Հիսուս Քրիստոսի օրը, այդ վերջին օրը, Տեր Հիսուս Քրիստոսի օրը, փրկության օրը, նույն բանն է, ինչ որ այստեղ ասում է Եփեսացիների 4:30-ում, եւ ինչ որ կարդացինք 1:8-ում Ագորընթացիների, Փիլիպպեցիների 1:6, եւ էլի առաքյալը հստակ բարերով մեզ խրախուսում ասելով, եւ հաստատ համոզված եմ սրանում, որ նա, ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, մեր փրկության գործը, ավետարանի միջոցով, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Կհասցնի։ Սա նրա պարտականությունն է։ Իր պարտականությունն է, իր կորսն է։ Իհարկե, մենք չենք խոսում հավատացյալի պարտականության մասին այս պահում,
Հավատացյալը իր բաժինը ունի, եւ մի քիչ հետ 1-2 համարով կանտրատառնանք սրա վրա էլ, բայց մեր կենտրոնացումը շնորհած վարդապետությունների վրա է եւ այս պարակային ինչ որ իբր ներածական քարոզ անցյալ անգամ սկսեցինք եւ այս անգամ շարունակում ենք, հետեւյալն է, որ ճշմարիտ հավատացյալը հավիտենական կյանք ունի, որովհետեւ Քրիստոս ինք երաշխավորած է այդ հավիտենական կյանքը։ Սա բարձրապես մեր փրկված ազատ կամքի համաձայն չէ, հապա նրա սուրբ նպատակի կամքի համաձայն է։ Գողոսացիների 1:3-5 ասում է. գոհություն ենք հայտնում Աստծուն, ինչու՞։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորը ամեն ժամ ցեզ համար աղոթելով, երբ լսեցինք Հիսուս Քրիստոսի եւ բոլոր սրբերի հանդեպ ծեր ունեցած հավատի եւ սիրո մասին, նայեցեք այստեղ 5-րդ համարը։ Այն հույսի համար, որ ցեզ համար բահվում է ուր։ Տրամադան մեջ։ Տրամադուն մենք գիտենք, քողեր գարան մտնել։ Ոյ մի տրամադուն ապահով չի։ Երաշխավորված չի այդ առումով։ Այն հույսի համար, որ ցեզ համար բահվում է երկնքում։ Մեր հույսը, մեր փրկության հույսը երկնքում բահված է։ Ոչ մի գող, ոչ մի գող, ոչ դու, ոչ ես, ոչ սատանան, ոչ մի բան չի կարող Աստծու ներկայությունից նրա կողանա։ Աթեսաղոնիկեցիներին 5:23-24 Եվ ինքը խաղաղության Աստվածը ցեզ ամբողջովին թողմակրի ու ձեր ամբողջ հոգին, շունչը, մարմինը, նայեցեք, անարատ բավեն մինչև երբ, էլի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ Սա նրա գործն է։ Հավատարիմ է նա, ով գանչեց մեզ այդ արդյունավետ ազդուգանչը, որ անցյալ անգամ ներկայացրեցինք, եւ որը դեռ գանի։ Ոնց որ Տերը ասում է, այն գործը, որ ես ասում եմ, գիսատ չեմ թողնում։ Եթե Տերը, որ ամենակետ է եւ գիտենք ամենակետ է, եթե Տերը ինք իմանար ենթադրական առումով, որ օրի մեկը ես կարամ իմ փրկությունս կորսնցնել։ Ինչու համար Տերը ինքսինքը պիտի խապի եւ ասա, որ ես հիմա ուրախանում եմ մի մեղավորի փրկության համար, Ղուկաս 15 գլուխ, բայց օրի մեկը գիտեմ, որ այդ մեղավորը պիտի գործի։ Ինչու որովհետև հավատացյալ լինելուց ետ մեղավոր պիտի դառնա եւ պիտի գործի։ Մի խոսքով ասված ինքսինքը խապում է։ Ինչ իմաստ ունի Աստված մեղավորի, մեկ մեղավորի համար ուրախանա եւ հետո ինք ամենակետ լինելով, մենք հավատում ենք, որ Աստված ամենակետ է։ Գիտե որ 10 տարի հետ այդ նույն անձը, որ հիմա նրա համար ուրախանում եմ, օրը ինքը իդ պիտի գործվի այդ առումով փրկությունը գործնի եւ լրիվ դժոխք գնա, հավիտենապես։ Ինքնախապեյություն կլինի։ Բայց Աստված այդպես չէ։ Աստված ամեն բան գիտի։ Անցյալ անգամ ասացինք, հիշում եմ, Աստված հավիտենականությունից ամեն բան գիտի, որովհետև ինչ որ ինք գիտի, ինք արդեն սահմանած է, նրա համար է որ գիտի։ Աստված որքան հավիտենական է, անքան էլ մեր փրկությունը հավիտենական է։ Եվ կտեսնենք սա մի քիչ հետ կա։ Եբրայեցիների 7:24-25 Բայց սա Քրիստոս հավիտենական մնալու պատճառով ինքը հավիտենական քահանայապետ է։ Աշխարհի այդ հրյա քահանայապետների նման չեն, չէ Հիսուս։ Նրանք ժամանակավոր էին, ինչու որովհետև նրանք մահանում էին, երբ քահանայապետը հրյա մահանում էր, իր ծառայությունը, իր միջնորդությունը ազոյ մարդկանց միջև վերջանում էր։ Բայց ինք այդպես չէ, իր քահանայությունը այդպես չէ Քրիստոսի։ Ուստի եւ որովհետեւ այդպես չէ, իր հավիտենական մնալու քահանայապետություն է, ուստի եւ կարող է փրկել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են Աստծուն, որովհետեւ Քրիստոս միշտ կենթանի է, միշտ կենթանի է, այսինքն հավիտյան կենթանի է, որովհետեւ նրանց համար բարեխոս լինի։ Պատկերացրեք մի փաստաբանը, որ ինչ որ 1 Հովհաննես 2:1-ում նրա մասին կխոսա, ինքը մեր փաստաբանն է։ Փաստաբանը, որ միշտ հավիտյան քո գող կտե, որ քեզ պաշտպանե։ Եվ Քրիստոս ամենակարող լինելով, ամենակետ լինելով, միթե
Կարելի է հնարավոր է որ մի պարակամը լինի, մի իրադարձության առումով, որ ինք ցախողվի ինձ եւ քեզ պաշտպանելուց։ Չկարելի այդպես բան։ Եթե այդպես բան բադայի ինք ցախող է, եթե ցախողած է, սխալական է, եթե սխալական է, ինք Աստված չի կարող լինել։ Տեսեք, հետևանքները վարտաբեդական։ Եբրայեցիների 10:14 ասում է, որովհետև մեկ բադարակով, Քրիստոս, մեկ բադարակով, սրբվողներին ժամանակավորապես կատարյալ դարձրեց, պայմանավորապես, պայմանական առումով կատարյալ դարձրեց, ոչ, պայման չկա, սրբվողներին, փրկվածներին, հավիտյան կատարյալ դարձրեց։ Հավիտյան բառը ինչ նշանակում է մեր պարակիդության մեջ։ Հավիտյան բառը ինչ նշանակում է մեր պարակիդության մեջ։ Հավիտյան միթե նշանակում է, որ մի օր, երկու օր, մի տարի, երկու տարի, 100 տարի, 1000 տարի, 10,000 տարի, որ մեկը։ Անժամանակ։ Վերջաժամկետ չկա։ Նույն պարակիդությունն է, որ Աստծո հավիտենականության մասին խոսում է, ինչ որ այստեղ օգտագործում է։ 1 Պետրոս 1:3-5 Օրհնյալ է Աստված եւ Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց գենթանի հույսի համար, մերելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ։ Այն անեղծ, անարատ ու անթարամ ժառանգության համար եւ այս ժառանգությունը ուր բաղված է։ Երկնքում բաղված է։ Մի քիչ առաջ Գոսացիների 1:5-ից կարդացինք, որ երկնքում բաղված է ցեզ համար։ Պատկերացրեք, անեղծ, անարատ եւ անթարամ ժառանգություն է սա, որ Աստծո զորությամբ հավատով բաբանվում եք փրկության համար, այն վերջնական փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակին։ Սա Աստծո գործն է եւ Աստված ինք ուրախ է, որ ինք կարող է այսպես անել եւ նայեցեք Հուդա 1:24 ասում է եւ նրան որ կարող է անարատ բայել ցեզ եւ անեղծ գանգնեցնել իր փառքի արչեւ անխարն ծնծությամբ այն օրը որ Տիրոջ արչեւ պիտի գանգնենք անխարն ծնծություն կլինի երբեմն լսած եք կարող է որ ոնց պիտի լինի այն օրը եւ որ Տիրոջ արչեւ գանգնենք հա դերը մեր կորձերի համաձայն մեզ խոսելիք ունի, բայց սա չի նշանակում, որ այն օրը պիտի լաց ու գոց լինել հավատացյալների համար։ Այն չի նշանակում, որ այն օրը մենք պիտի վադանանք, պիտի նեղվենք, ինք պիտի բարգանա մեր վրա, մեր այս մարդկային հասկացողության համար։ Ոչ, այն օրը ասում է իր փառքի առջև մեզ պիտի գանգնեցնե անխարն ծնծությամբ։ Եվ նայեցեք, երբ Սուրբ Գիրքը ասում է եւ նրան, որ կարող է անարատ բահել, մինչև այն օրը, սա չի նշանակում, որ ինք կարող է, բայց կարելի ես չուզեմ։ Սուրբ Գրքում, երբ այդ արդայությունը օգտագործված է, այդ բայը օգտագործված է, կարող է։ Սուրբ Գրքում, երբ Աստծո վերաբերյալ, շատ կարևոր է սա, Աստծո վերաբերյալ, փրկության առումով, այդ բառը, այդ բայը օգտագործված է, որ Աստված կարող է, սա նշանակում է, որ ինք կանե, պիտի անե, ուրգից գիտենք սա, Սուրբ Գիրքը կմեկնաբանվի, որը մի քիչ առաջ կարդացինք, Եբրայեցիների 7:25-ից, ուստի եւ կարող է նույն արդայությունը բրգել նրանց, ովքեր իր միջոցով մոտենում են, որը միշտ կենթանի է, որովհետեւ նրանց համար բարեխոս լինի։ Երբ ասում է Աստծո խոսքը, որ Աստված կարող է, ինք միշտ գանիս է։ Համիկ ջան, երկրորդ կետը կարաս տնել, հիմա սա վերջին վերակաղն է, շնորհակալ եմ։ Այստեղ թողմնա, սա վերակաղ է, հələ թողմնա, մերսի։ Եվ մի հատ եւս առաջ որ Հովհաննես 10-ը անդրադառնանք, ինչ որ մնաց մեր տեքստից, Հայտնություն 14:12, այստեղ է սրբերի համբերությունը, որոնք բահողներն են, բահում են Աստծո պատվիրանների եւ Հիսուսի հավատը։ Ինչու համար սրբերը նույնիսկ նեղության մեջ, հալածանքի մեջ կարող են բահել Աստծո պատվիրանները եւ Հիսուսի հավատը, որ ինք նրանց հավատը բահում է, ինչ որ 1 Պետրոս 1:3-5 կարդացինք, Գոսացիների 1:4-5 կարդացինք եւ այլն։ Հիշում եմ դեկտեմբեր 98 թվին պետք էր որ նոր եկեղեցի մը գտնեի Կանադայում, երբ որ դեռ հոն էի։
այս վարդապետության համար։ Ինչու որովհետև եկեղեցին ինք հագարակ էր այս վարդապետության նկատմամբ եւ նրանք մերժում էին, չէին ուզում այս վարդապետության հետ ոչ մի բան ունենալ։ Եվ եթե դու այստեղ այսօր հոսես, մեր հետ ես, խնդրում եմ, որ լավ ուշադրություն դարձրու այս վարդապետություններին։ Միայն հավատացյալի փրկության անվտանգության մասին չէ, ինչպես ասեցինք, շնորհած վարդապետությունների այդ կարևոր մի քանի ասպեկտները կա։ Եվ կարևոր է, որովհետև քո հոգևոր ոչ թե միայն փրկության հասկացողության հետ կապ ունի, ապա հոգևոր աճիդ հետ կապ ունի։ Եվ եթե համոզված չես, պետք է համոզվես Աստծո առիթ տալով։ Եթե չես հասկացել, չես գնահատել մինչև այսօր, հուսով եմ, որ ավելի լուրջ կառնես եւ ուսումնասիրես։ Որովհետև շնորհած վարդապետությունները բոլորը Աստծո սիրու մասին են։ Եթե Աստծո սերը չլիներ շնորհած վարդապետությունների միջոցով, դու այսօր փրկված չէիր կարող լինել։ Ուրեմն այդ բոլորը Աստծո սիրո մասին են։ Եվ նրա համար է, որ ուշով հետևենք Տիրոջ խոսքին եւ գոմնագալության դեղի չտանք։ Ինչու որովհետեւ մեր անցյալի հասկացողությունը, նախաբաշարումը այդ բոլորը կարան աստել։ Ապա թողենք, որ Աստծո խոսքը մեզ բացահայտի ինչ ուզում ասել։ Ուրեմն շարունակելով, մենք մինչև 27-րդ համարը վերջացրեցինք անցյալ անգամ, բայց 26-ից կարդամ մինչև 30, բայց դուք չեք հավատում, Տերը ասեց հրեաներին, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները իմ ցայնը լսում են, եւ ես նրանց ճանաչում եմ, եւ նրանք գալիս են իմ հետևից։ Եվ ես նրանց հավիտյան կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն գործի, ու ոչ ոք նրանց ինձ ձեռքից չի հափշտակի։ Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ձեռքից հափշտակել։ Ես եւ հայրը մի ենք։ Ուրեմն անցյալ անգամ սկսեցինք ասելով, որ 4 պատճառ ունենք այս տեքստում, թե ինչու է հավատացյալի փրկությունը ապահով, անվտանգ։ Առաջինը, արագ վերանայելով, առաջին պատճառը, թե ինչու հավատացյալի փրկությունը ապահով է, որովհետև աստվածային ընտրություն մը գա եւ արդյունավետ գոչ մը գա։ Այսինքն նրա փրկությունը հավատացյալը ապահով է իր փրկության մեջ աստվածային ընտրության եւ արդյունավետ գոչման շնորհիվ։ Բայց դուք 26 համար չեք հավատում, որովհետև ոչխարներից չեք։ Մի խոսքով մենք երկու կարևոր վարդապետություններ ներկայացրեցինք, որոնք շնորհած վարդապետությունների այդ հերթին են։ Ընտրության վարդապետությունը հավիտենականության մեջ եւ արդյունավետ գոչի վարդապետությունը, որ ժամանակի ընթացքում կյանքում կլինի։ Ուրգից տեսանք սա անցյալ անգամ, բայց դուք չեք հավատում, որովհետև ոչխարներից չեք։ Եթե ընտրվածներից չեք կարող հավատալ։ Եվ իմ ոչխարները իմ ցայնը լսում են, արդյունավետ գանչը կամ գոչը։ Ցայն մը գա, որ քեզ քաշում է Քրիստոսի։ Եթե այդ ցայնը դու չստանաս սրդումդ, սա ավետարանի արդակին գոչի կամ գանչի մասին չէ։ Իհարկե այդ ներքին գոչը Սուրբ Օգու գործն է, Սուրբ Օգին ավետարանը օգտագործում է, ոմանք անդրադառնում են հավատքով, որը Տիրոջ ընտրյալներն են, մյուսերը սրտերին խստացնում են չհավատալով։ Իմ ոչխարները իմ ցայնը լսում են, արդյունավետ գանչը կամ գոչը, նրանք անդրադառնում են այդ ցայնին եւ դրսևորում են պոզիտիվ հավատք։ Ու ես նրանց ճանաչում եմ եւ նրանք պոզիտիվորեն գալիս են իմ հետևից։ Եթե մոռացաք, այս բաժինը խնդրում եմ անցյալ անգամվա պատկամը նորից 3 շաբաթ առաջ արեցինք, մտիկ արեք։ Ուրեմն հավատացյալը ապահով է փրկության մեջ, ամբողջացնելով վերակաղը այս առաջին կետում, աստվածային ընտրության եւ արդյունավետ գոչման շնորհիվ։ Տիվ 2։ Այստեղից շարունակենք այսօրվա մեր բաժինը։ Հավատացյալը ապահով է փրկության մեջ, նայեցեք 28 համարի առաջին մասը։ Հավատացյալը ապահով է փրկության մեջ աստվածային հավիտենական եւ անգործանելի կյանքի շնորհիվ։ Այդ հավիտենական կյանքը, որ Աստված տված է մեզ,
միան հավիտենական չէ, հաբա անգործանելի է ալ։ Դրա համար է, որ ասեցինք, եթե կան մեր մեջ ոմանք, որ հավատում են հավիտենական կյանքի, բայց եթե չեն հավատում, որ այդ կյանքը անգործանելի է, այսինքն վերջաժամկետ չունի, այն օրվանից, որ Տիրոջ շնորհով հավատացիր, փրկվեցար, խնդիր կա այնադեն քո հասկացողության մեջ։ Եվ ես, Հիսուս ասաց, նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն գործի։ Այդ բառերը, որ օգտագործում եմ այստեղ, այս համարից վերցված է։ Աստվածային այդ կյանքը, որ շնորհված է մեզ, թե հավիտենական է եւ թե անգործանելի է։ Հովհաննես 6:37-40 ասում է. նա ում հայրը ինձ տալիս է, սիրո բարգև, գգա ինձ մոտ։ Եվ ինձ մոտ եկողին, ինչպես մի քիչ առաջ ասեցինք, ես դուրս չեմ անի։ Մոտ եկողը նա է, որ արդեն հավատացած է, եկած է, եւ Հիսուս ասում է, որ նա, որ ինձ եկած է, քանի որ հայրը տված է ինձ իբր սիրո բարգև, Հիսուս ինչպես պիտի ասա, հայր ջան, ես այս 1000 հոգուց այս մասը չեմ ուզում այլևս։ Սիրո բարգև է, ոնց դու գարաս ես կարամ մեկումը սիրո բարգևը իդ վերադարձնել նրան։ Եթե քո գինը քեզ բարգև տված է, նրա սիրով լեցուն քեզ համար։ Դու գարաս ասել, ես չեմ ուզում։ Սա ինչ ուզում ես ասել նրանով, եթե այդպես անես։ Մի խոսքով, այդ բարգևը, այդ նվերը ասում ես, որ ես անարգում եմ, մերժում եմ։ Որդին, գարա այդպեսի բան անել, օրը հանդեպ։ Չէ, այդպես չէ։ Նայեցեք եղբայրներ քուրեր ջան, այս թեման հիմա որ խոսում ենք եւ որ ադենը կա, այդ մյուս գոմի, մյուս դիդանգյունի փաստարկները լրիվ պիտի նկատի առնենք։ Այսինքն այն հարցերը, որ ծեր մտքում ունեք, հա բայց Աստծո խոսքում էս ալ ասում է, այն ալ ասում է, որ հավատացյալը կարող է փրկությունը գործեցնել, ամենը պիտի նայենք առանց բացառության, որովհետեւ Աստծո խոսքից ցուցաբերենք, որ մեր հասկացողությունը պետք է լինի Աստծո խոսքի համաձայն։ Եվ հետևյալն է, որ Աստված ասում է, որ աստվածային շնորհը այդ կյանքը, որ մեզ տալիս է, հավիտենական է եւ անգործանելի է։ Դեռ ասում է նա, որ ինձ գալիս է, ես դուրս չեմ անի, այսինքն նա կպահեմ իմ մոտ։ Հավատացյալի փրկության ապահովությունը, անվտանգությունը այս արդայության մեջ է, ես դուրս չեմ անի, որովհետև Հիսուս ասում է, ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ գամքը գադարեմ, այլ ինձ ուղարկողի գամքը։ Okay, Հիսուս ջան, ասա մեզ, քո գամքը ինչ է։ Քո ուղարկողի գամքը ինչ է։ Ինձ ուղարկողի գամքը այն է։ Մենք անգլերենով ասում ենք spoon feeding։ Երեխումը ինչպես գտալով կերակրում ես, որպեսզի երեխան ապահովես, որ ինք կերավ, գշտացավ։ Հիսուս նույնը անում է։ Ինձ ուղարկողի գամքը այս է, որ բաց չթողնենք նրա ասածը, սխալ չհասկանանք, որ նրանցից, նայեցեք, նրանցից, ով է այդ նրանցը, 37 համար, ում հայրը ինձ տալիս է։ Նրանցից ոչ մեկին, որոնց նա ինձ տվել է սիրո բարգևը չկորցնեմ։ Ոչ մեկին, առանց բացառության, այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Այս է իմ հորը գամքը։ Եվ մարդիկ կան այսօր ասում են, որ չէ, Աստված կարող է, որ եթե դու չուզենաս, ինք Հիսուս քեզ գասե, օքեյ գնա այդ։ Հիսուս եթե այդպես անե, ինք հանցավոր է, ինք մեղավոր է, հորը գամքի հագարակ է, հորը բարգևը անարգում է, ոտնագող անում է։ Այլ վերջին օրը հարություն տամ նրանց։ Նպատակը նա է Հիսուսի, այս է իմ հորը գամքը, Հիսուս գրգնում է, ով որդուն տեսնի հավատա նրան հավիտենական կյանք կունենա։ Ու ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Այդ բոլոր ճանապարհորդության մեջ չի կա ոյ մեկը, որ իբր հավատացյալ փրկության նկատմամբ ոնց որ ինչպես երբեմն մենք ճանապարհը մեր օրինակ ճամփաներ ունենք, որ գոտրված է, ջղած է, ինչ որ է, երբեմն մարդիկա նրանց ոտքը մեջ ընկնի կամ մարդը փոսի մեջ ընկնի, այդպես բան չկա։ Չկա մեկը, որ այդ փրկության փոսի մեջ ընկնի եւ իր ասենք փրկությունը գործընծնի։ Հովհաննես 17:1-6 Հիսուսը այս բաները ասելուց հետո նայեցեք, սա նրա վերջին մի քանի ժամն է առաջ որ խաչվի։ Եվ մեկումը այդ վերջին մի քանի ժամվա ասած խոսքերը նրա համար, նրա սրտում ամենակարևորակույնն են, համաձայն ենք։ Եվ ինչ որ ինք ասում է, ասել է, որ շատ կարևոր է նրա համար, սկսյալ նրա համար,
Եվ հետո մենք մտածենք մեզ համար ինչու ինքը այդպիսի բաներ ասում է։ Հիսուս այս բաները ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. Հայր ժամը հասել է։ Իր մահվան ժամը հասել է։ Փառավորիր քո որդուն, ոնց, խաչի մահով, որովհետեւ քո որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա, նայեցեք, բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծուն եւ նրան, որին ուղարկել ես Հիսուս Քրիստոսին։ Ես քեզ երկրի վրա փառավորեցի, կատարեցի այն գործը, որ ինձ տվեցիր, որ անեմ։ Իսկ հիմա հայր, դու ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից, այդ նույն արդարությունը ինձ տվեցիր։ Ամենուն տված չէ, հայրը որդուն բոլորին տված չէ։ Եվ հետո ինչ ասում է, նրանք քոնն էին, ո՞նց քոնն են, ո՞նց քոնն են անցյալ եղանակ։ Հավիտենականությունից նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց եւ քո խոսքը, քանի որ քոնն են, պահեցին։ Նրա համար հավատացյալ Աստծո խոսքը կբահե, եւ պիտի բահե, որովհետեւ նրան պատկանում են։ 1 Հովհաննես 2:25 ասում է. Եվ սա է այն խոստումը, որ նա խոստացավ մեզ, այսինքն ժամանակավոր, պայմանավոր, փրկված կյանք։ Այդպես ասում։ Չէ, հավիտենական կյանք։ Եվ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս 28 համար ասում է, եւ նրանք հավիտյան չեն գործի։ Փրկության կյանքը, որ մենք ունենք, աստվածային է բնութագրով եւ հավիտենական ու անգործանելի։ Հովհաննես Արաքյալ Առաջին Հովհաննես 5:11-ից ասում է. Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց։ Եվ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդին ունի, նա կյանք ունի։ Եվ ով Աստծո որդին չունի, կյանք չունի։ 13 համար ասում է. այս բաները գրեցի ցեզ, որպես իմանաք, որ դուք Աստծո որդու անվանը հավատացողներդ հավիտենական կյանք ունեք։ Հավիտենական կյանք նշանակում է անverջ կյանք։ Հավիտենական կյանքը չի կարող գործանվել մեգումը կյանքում, եթե արդեն իսկ ճշմարտապես հավիտենական կյանք ունի։ Նրա համար է, որ ասում ենք Աստծո խոսքի իշխանության համաձայն, որ մեգումը փրկությունը չի կարող գործվել։ Աստծո շնորհը այդ հավատացյալի մեջ թույլ է տալիս, Տիրոջ շնորհը թույլ է տալիս հավատացյալի, որ հավատացյալը հարադեվի հավատքի մեջ։ Ինչ որ մի քիչ առաջ կարդացինք Հայտնություն 14:12-ից, չէ՞։ Հիշում եք, այստեղ է սրբերի համբերությունը, որոնք բահողներն են Աստծո պատվիրաններ եւ Հիսուսի հավատ, ինչ կարող են բահել, որովհետեւ Տերը ինք այդ ունակությունը, կարողությունը, զորությունը տալիս է, որ նրանք հավատի մեջ հարադևեն։ Ես նրանց հավիտյան կյանք եմ տալիս եւ նրանք հավիտյան չեն գործի։ Աստված սիրեց, տվեց իր որդին, որովհետեւ ով որ նրան հավատա, չգործի, այլ հավիտենական կյանք ունենա։ Եվ 36 համարը ասում է, որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, եւ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծո փառքությունը կմնա այնտեղ։ Ամեն անց որ ծնած է, Աստծո փառքության տակ է արդեն իսկ։ Ոչ թե որ գլինի հետո, չէ, ամեն հայ որ ծնած է, հայրու մասին խոսենք, մեր մասին խոսենք, Աստծո փառքության տակ ենք։ Սուրբ Գիրքի ուսուցմունքն է սա։ Մարդիկ կարող են տարբեր բաներ ասել, բայց եթե նրանց ասածը Աստծո խոսքի համաձայն չէ, բամ ասելիք չունենք։ Մենք ուրախ ենք, որ առաջին քրիստոնյա ազգն ենք աշխարհում, Աստծո շնորհն է սա մեզ համար։ Մենք շնորհակալ ենք Տիրոջից, որ կարող ենք ավետարանը բացել, իբաց նրա վրայով խոսալ, եկեղեցի գնալ, դերը երկրպագել, ճաշտել, ուրիշ ազգեր կա մեր չորս կողմը դժվարություն ունեն այս բաները անելու։ Նրանք թող ծաղրեն մեզ, ասեն, որ նայեցեք մեր զորությունը, մեր հարստությունը, մենք ամեն բան ունենք, դուք ինչ ունեք հայերդ։ Մենք Քրիստոսը ունենք։ Մեր դուրը բաց է։ Մենք շնորհակալ ենք Տիրոջից այդ ուրողության համար։
Եվ ազոխոսք ունենք մեր եկեղեցիներում ամենուրեք, բայց այո հասկանում ենք, որ երբեմն դարբեր հասկացողություններ կա որոշ վարդապետություններով առումով եւ սա կենսական է։ Որդու հավատացողը հավիտենական կյանք ունի, բայց նա որ չի հավատաց, դակավին նրա դատաբարության տակ է։ Եվ ո՞նց կարող եք հավատալ Աստծո որդուն։ Ո՞նց։ Մեր մեղքերը խոստովանելով։ Մեծ բանը դերը չի բանջում մեզանից։ Սրտանց, ով Տեր, ես մեղավոր եմ, հասկանում եմ։ Ողորմյա ինձ մեղավորից, դեր ողորմյա, մենք ասում ենք հայերս, ամեն ուրեք, ամեն դեղ, բայց երբ որ ասում ենք սա, իմաստալից ցավով ասենք ով Տեր, ները ինձ։ Ես ուզում եմ քեզ համար ապրել։ Այո, մեղավոր եմ, հասկանում եմ, շատ վատ բաներ ըրած եմ կարելի, բայց ուզում եմ քեզ համար ապրել։ Որովհետև մեղքի հադուցումը ման է, Պողոս առաքյալը ասում է Հռոմայացիների 6:23-ում, իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ուրեմն հավատացյալը ապահով է փրկության մեջ աստվածային հավիտենական եւ անգործանելի կյանքի շնորհիվ։ Նայեցեք 28 համարի հաջորդ մասը եւ 29 համարը։ Թիվ 3. Հավատացյալը ապահով է փրկության մեջ աստվածային ամենակարող զորության շնորհիվ։ Աստվածային ամենակարող զորության շնորհիվ։ Այո, արդեն կարդացինք 28-ի առաջին մասը, եւ ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, եւ նրանք հավիտյան չեն գործի, ու ոչ ոք նրանց իմ ցերքից չի հափշտակի։ Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է, ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ցերքից հափշտակել։ Հիշում եք դեռ ինչ ասեց Հովհաննես 6-ում, մի քիչ առաջ կարդացինք 37-ից 39, ով որ գալիս է Քրիստոսի մոտ, նա ում հայրը ինձ տվեց եւ գալիս է Քրիստոսի մոտ, ինք նրա դուրս պիտի չանի։ Հաբա հավիտենական կյանք կտա նրան։ Սա բանջում է ամենակարող զորություն, աստվածային ամենակարող զորություն։ Ոնց կարա մեկը ոչ թե միայն մի քանի հոգիներ, ինչպես մենք այստեղ ենք դրա շնորհով, հաբա հազարավոր, միլիոնավոր թարերու ընթացքին հավատացյալներ, ոնց կարող է մեկը նրանց հավատքը բաբանել, եթե ամենակարող չլինի։ Ոնց։ Հովհաննես 17:12-ում Հիսուս ասեց. երբ ես աշխարհում նրանց հետ էի իր այդ վերջին մեծ քահանայական աղոթքում, ես նրանց բահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Էլի նույն տերմինը, որ ինձ տվեցիր։ Հովհաննես 17-ում մեր Տեր Քրիստոսը քանի անգամներ այդ արդայությունը կամ այդ բառը ինձ տվեցիր, ինձ տվեցիր, ինձ տվեցիր։ Մեզ հիշեցնում է, որ մեր փրկությունը Աստծո սիրո արդայությունն է որդուն։ Մենք սիրո բարգև ենք տրված հորից որդուն։ Հիսուս ասում է, երբ աշխարհում էի, ես նրանց բահում էի քո անունով, որ ինձ տվեցիր, ես բահեցի ու նրանցից ոչ մեկը չգորավ։ Բացի այդ կորստյան որդին, Հուդան, որը Հուդան երբեք հավատացյալ չէր, ինչու՞, որովհետեւ իրականանար կրվածը։ Արդեն իսկ մարգարեություն կար նրա վրա։ Հիսուսը ինքն է մարգարեացավ, որ Հուդան ինք անհավատ է եւ կգործվի։ Հովհաննես 6, Ղուկաս 22, Հիսուսը ստա գրած էր։ Հիսուս ասեց. ոչ մի անց որ դու ինձ տվեցիր, չգործվեցավ, նրանց բահեցի։ Հիսուս իր վերջին քանի ժամերուն իր մեծ քահանայական աղոթքում այսպիսի արդայություններ, այսպիսի բաներ խոսում է։ Սա ցուցաբերում է իր սրդի այդ ցանկությունը, սրդում ինչ կա, որ սա նրա ուրախությունն է, որ Տեր, ես քո գործը ամբողջացրեցի։ Եվ հետո գխոսա, իհարկե, կալիք նրանից յետքը, եւ օրինք համբարնա իր առաքյալները այդ գործը շարունակեն, բոլոր տարերի այդ կալիք ճշմարիտ հավատացյալների մասին, նրանց համար է գխոսա։ Միան այն ադենվա հավատացյալների մասին չէ։ Եվ նայեցեք, մի քանի համարի հետ 18-րդ գլխի առաջին համարից Հիսուսը այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Գետրոնի ծորի մյուս կողմը։ Այնտեղ մի բարդես կար, Բուդանիկ եւ աշակերտները։ Հուդան Հիսուսին մատնողը նույնպես գիտեր այդ տեղը, որը Հիսուսը իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ ավակվել։ Եվ Հուդան
իր հետ վերցնելով զինվորների գունդն ու դաջարի բաղակներին, որոնց իրեն դվել էին քահանայապետներ ու փարիսեցիները, ջահերով, լաբդերներով ու զենքերով, եկավ այնտեղ։ Արդ Հիսուսը իրեն սպասվող այս ամենը իմանալով, գիտեր ինքը, գնաց եւ նրանց հարցրեց։ Տեսեք, ինքը մոդիկացավ, նրանց հարց գիշեր է, խավարի մեջ է, ջահեր կա, այդպես չէ որ ամեն ուրեք լույս կա այսպես։ Հարցրեց ում եք փնտրում։ Նրան պատասխանեցին Հիսուս Նազովրեցուն։ Անեդեն սոցմեդիա չկար, որ նեգու մտեմ կգիտնային դեսած լինեն հարյուրավոր անգամներ։ Ում եք փնտրում։ Ասացին Հիսուս Նազովրեցուն, Հիսուսը նրանց ասաց. Ես եմ։ Նրանց հետ էր նաև Հուդան նրա մատնողը, հենց որ, նայեցեք, լավ մտիկ գրեք, հենց որ նրանց ասաց. Ես եմ, նրանք հետ գնացին ու ընկան գետին։ Մեկ երկու հոգի չէին այնտեղը, մեծ քունդ մգար այդտեղը եկած էին։ Ինչու՞։ Նրանք գիտեն, որ Հիսուս մինագը չէ, առնվազն 10-12 հոգի էլի հետ ունի։ Հիսուս հազիվ վսավ, ես եմ, էգոյմի, նրանք հետ գնացին ու ընկան գետին, նրա խոսքի զորությունից, ավասիկ նրա ամենակարողությունը։ Եվ ինչու Հիսուս այդպես արեց։ Հիսուս բարձրապես ես եմ ըսավ։ Ուրիշ բանը չարեց, չապտագեց նրանց։ Ես եմ ըսավ։ Աստվածային այդ արդայդությունը։ Նրանք հետ գնացին, ընկան, եւ դարձյալ նրանց հարցրեց. ում եք փնտրում։ Նրանք ասացին Հիսուս Նազովրեցուն։ Հիսուս պատասխանեց. ցեզ ասացի ես եմ։ Արդ, եթե ինձ եք փնտրում, թույլ տվեք նրանց որ գնան։ Հիսուս դիտմամբ արեց սա, ոչ թե բարձրապես ցուցնե իր ոնց որ մկանները, բազուկը, զորությունը, չէ, մեզ համար արեց այդպես, մեզ համար մտածելով, ես ցեզ ասեցի, եթե ինձ եք փնտրում, միայն ինձ ուզում եք, թույլ տվեք նրանց որ գնան։ Ինչու 9-րդ համար ասում է, որբեսի գադարվի այն խոսքը, պատկերացրեք, նույնիսկ իր այդ վերջին րոպեներում, որ եկած են դաժան օրեն, անարդար օրեն իրեն պիտի տանեն, որբեսի գադարվի այն խոսքը, որ ասում էր, նրանց ում դվեցիր ինձ, նրանցից ոչ մեկին չգործրի։ Ասիկ, սա ցուցադրում է Քրիստոսի ամենակարողությունը եւ նրա բացարձակ զորությունը։ Բացարձակ զորություն։ Հիսուսի համար հավատացյալի փրկության անվտանգությունը գերակույն է։ Եթե նրա համար գերակույն է, երբեք չասենք, հավատացյալեր փրկությունը գործրեց, հաջորդ շաբաթի հետ զղջաց, նորեն փրկություն ստացավ, նորեն գործրեց, յոյոյի նման, փրկության յոյոյի նման։ Ես նրանց հավիտյան կյանք եմ տալիս եւ նրանք հավիտյան չեն գործի, ոչ ոք նրանց իմ ցերկից չի հափշտակի։ Ոչ ոք։ Իմ հայրը, որ նրանց ինձ տվեց, բոլորից մեծ է։ Ոչ ոք չի կարող նրանց իմ հոր ցերկից հափշտակել։ Հռոմայացիների 8-ի մեջ 31-ից 39 համարներում Պողոս Արաքյալը ճիշտ այս թեմայի առնչությամբ խոսում է։ Ինչ ասում է, նայեցեք։ Ոմանք կան, որ պիտի ասեն 31 համարը անդրադարձեք։ Պիտի ասեն, ով մեր գոմն է եւ ով մեզի հագարակ է։ Պողոս Արաքյալը ասում է, եթե Աստված մեր գոմն է, ով մեզի հագարակ կարող է լինել։ Ոչ մեկը։ Ոչ մեկը։ Հետո 33 համարը ով է որ ազոն դրաների մեղադրելու է, Աստված է որ արտարացնում է։ Ոչ մեկը չի կարող, այսինքն մեղադրել դիրոջ զավակներին։ Հետո, օքեյ, Հայր Աստված չի անում, կարող է Հիսուս Քրիստոս։ Կարող է Հիսուս Քրիստոս մեզ բազանցնի։ Ով է որ դադաբարդելու է Քրիստոս Հիսուսը, որ մերավ ավելին հարություն էլ արավ Աստծո աջ կողմում է եւ մեզ համար բարեխոս է։ Եթե մեկը գա որ պիտի ասե, օքեյ, Հայր Աստված կարող է որ մեզանից բազանցնի։ Բան մանենք, մեղքը կորձենք, անազանցության մեջ լինենք, գամ Հիսուս կարող է անել։ Ոչ ասում է Պողոս Արաքյալ, ինչու։ Պողոս Արաքյալ այս փաստարկները արդեն իսկ արած է գրեթե 2000 տարի չափ առաջ ոմանց բեռնից եւ ինքը պատասխանում է նրանց Աստծո Սուրբ Հոգու միջոցով։ Ասում է Աստված մեր գոմն է, Քրիստոս մեր բարեխոսն է, մեր ագարակը չեն նրանք։ Եվ հետո ասում է, օքեյ, կարող է որ ցանկի դարաբանքը 35 համար, նեղությունը,
հալածանքը, սովը, մերգությունը, վտանգը, սուրը, այս բոլոր բաները կարող են մեզ հեռացնել Աստծո սիրուց, որ մեր հանդեպ ունենք Քրիստոսով։ Չէ, որտեղ ասում է 37 համարում, բայց այս բոլոր բաներում առավել եւս ախտում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց, ինք մեզ սիրեց։ Այսինքն այդ բոլոր իրադարձությունները, կյանքի դժվար դժբախտ իրադարձությունները, նրանք հանգեցնում են, որ մեզ ցույց տան այն իրողության, որ ամեն բան բարի գործագից է լինում մեզ համար, որ մենք գանչված ենք նրա գամքի նպատակի համաձայն, փրկության համար, իհարկե։ Եվ հետո վերջը ասում է ոչ բարձրությունը, խորունգությունը, այսինքն ոչ դարածքային տարերը, ոչ հոգևոր տարերը, ինչու որ ասում է հետո ոչ ներգայի բաները, գալիք բաները, ժամանակակրական առումով, ոչ իշխանությունները, զորությունները, ռեշտակները, հոգևոր այդ իշխանությունների առումով ոչ մի բան ասում է, չեն կարող մեզ բաժնել Աստծո սիրուց, որ մեր Տեր Քրիստոսի մեջ եւ առավել նայեցեք ինչ ասում է, ամենավերջին տեղը, որ չլինի, որ մեկը ասե, բայց ես կարող եմ նրանից փախչել։ Ինչու որովհետեւ Հիսուսի բոլոր պաստարկի ինչ է 28 եւ 29 համարներում իմ հայրը, որ ինձ նրանց տվեց, բոլորից մեծ է, ոչ ոք չի կարող նրանց իմ եւ իմ հորը ցերկից հափշտակել։ Ես հիշում եմ 90-ներու մեջը եղբայրը գար մեկ անգամ այս թեմայի վրա խոսում էինք, ասեց, հա, բայց Աստված ինքը չի անում, Հիսուս ինքը չի անում, բայց դու կարող ես նրա ցերկիցը թրջել։ Ոնց։ Համարը այստեղ ասում է Հռոմեացիներ 8:30-ում, ոչ էլ ստեղծված ուրիշ մի բան։ Մեջնալ դու ես։ Չես կարդացել Սուրբ Գիրքը, եղբայր ջան։ Բողոս Արաքյալը բարձրապես ինք չի խոսում Աստծո ամենագարողության մասին եւ հետո վերջը որ ինքը մեզ անդրադարձնե, որ մենք ավելի կարելի է որ ամենագարող լինենք Աստծուց, թրջելով նրա այդ աբահով ցերկից։ Չկա այդպես բան։ Ուրեմն երրորդ հավատացյալը աբահով է իր փրկության մեջ աստվածային ամենագարող եւ բացարձակ զորության շնորհիվ։ Վերջինը նայեցեք 30 համարը։ Եվ Հիսուս ասում է ես եւ հայրը մի ենք, այսինքն հավատացյալը աբահով է իր փրկության մեջ աստվածային միասնական նպատակի շնորհիվ։ Սա բարձրապես արտահայտություն չէ Քրիստոսի աստվածության մասին։ Այո, բայց միայն սա չէ։ Ինչու շատ անգամ հղում անում ենք Հովհաննես 10:30-ը ցուցաբերելով, որ Հիսուսը ինքը աստված է։ Շիտակ է, այս հատվածից է շիտակ է, բայց սա խոսում է մասնավորապես նկատի ունենալով նախորդող համատեքստը։ Հաջորդող համատեքստը հրյաները հասկանում են, որ Հիսուս ասեց ինքը աստված է, աստծոաբասար է։ Հասկանում ենք նախորդող 31-ից ասում է, որ ուզեցին նրա սպանել, ինչու որ ինքը ինչ անում է, Աստծո դեղաբասար անում է, հասկանալի է, բայց նախորդող համատեքստի համաձայն Հիսուս ինքը իր աստվածության մասին միայն չի խոսում, ինքը այրը մեկ է, ինքը հորը նպատակը մեկ է, նրանց նպատակը միանշանակ իրանք ուզում են, որ բաբանեն հավատացյալը նրա փրկության մեջ։ Իր կամքն է։ Հայրն ու որդին երկուսն էլ միտումնավոր նվիրված են Հիսուսի ոչխարների կատարյալ պաշտպանությանը։ Նրա համար է, որ Հիսուս անգամներ դարբեր ծևերով մեզ իր խոսքերով հասկացնում է, որ չկա ոչ մի բան, որ մեզ կարող է հորը ցերկից առնել, Աստված ամենագարող է, մեր հավիտենական կյանքը իր խոստման համաձայն անգործանելի է, հավիտենական է, եւ նրանք այս հատվածից համարից տեսնում ենք, որ Աստված հայրը եւ Աստված որդին միասնական նպատակ ունեն հավատացյալի փրկության, ապահովության, անվտանգության նկատմամբ։ Ես եւ հայրը մի ենք մեր մտադրության մեջ։ Չէ՞ թե ոչ կարող ենք ասել Հռոմեացիներ 8:28-ում, բայց գիտենք, որ ամեն ինչ գործագից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն եւ գանչված են, այդ արդյունավետ գանչը այստեղ ներկայացված է, գանչված են, նայեցեք, նրա կամքով, ավելի ճիշտը նրա նպատակով։ Այսինքն մի խոսքով, ինչպես ամեն բան կարող է հավատացյալի կյանքում բարի գործագից
լինի, եթե հավատացյալը կարող է հնարավոր է նրա հետ, որ իր փրկությունը գործընծնի։ Ինչպես։ Եթե ամեն բան բարի գործագից կլինի, ասել է ամեն բան նշանակում է, որ հավատացյալի փրկության անվտանգությունը, ապահովությունը սրա մեջ ներառյալ է։ Նրա համար Պողոս առաքյալը Եփեսացիների 1:3-7 ասում է. «Օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Քրիստոսի Հայրը, որ մեզ Քրիստոսով օրհնեց երկնքում ամեն հոգևոր օրհնությամբ, ինչպես որ մեզ նրա միջոցով ընտրեց աշխարհի ստեղծումից առաջ, որբեսի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Մեզ նախասահմանեց, որ իսկ Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք ըստ իր կամքի հաճության, որբեսի գովերքի նրա շնորհի փառքը, որ մեզ շնորհվեց իր սիրելիի, իր որդու միջոցով։ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով մեղքերի թողություն համաձայն իր շնորհի արադության»։ Եվ ուրիշ մի տեղ Պողոս առաքյալը 2 Տիմոթեոս 1:9 մեզ ասում է, որ նայեցեք, Աստծո փրկությունը, ապահովությունը ծեր փրկության դիտմամբ է, դիտումնավոր է, նպատակով է, որ մեզ փրկեց եւ սուրբ կոչումով կանչեց, նայեցեք, ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր կամքի կամ նպատակի եւ շնորհի։ Եվ այս Աստծո նպատակը, որ մեր փրկությունը, այդ միասնական աստվածային նպատակը, որ ապահովում է մեր փրկությունը, Հայր եւ Որդի միասին են, իհարկե Սուրբ Օգին նույնպես, սա մեզ երբ տրված էր, երբ շնորհված էր, որ մենք հասկանանք, որ այս նպատակը միայն այս մի քանի տասնյակ տարիների ընթացքում չէ, կամ հաջորդ մի քանի տարիներու համար չէ, որ հետո կարելի է, որ Աստված իր միտքը փոխի մեր փրկության նկատմամբ։ Ոչ, ասում է, որ այս շնորհը մեզ դրվեց հավիտենական ժամանակներից առաջ, ասի մի խոսքով հավիտենականությունից։ Եվ ելի ասենք, որքան որ Աստված ինքը հավիտենական է, մեր փրկության ծրագիրն էլ ըստ իր նպատակի եւ մտադրության հավիտենական է։ Չկա ոչ մի վարքյան Աստծո գոյության մեջ, գներեք, գոյություն բառը ամենահեշտն է օգտագործելը, թեև գիտենք, որ չի կարող ներկայացնել Աստծո հավիտենական էությունը։ Աստված որքան գոյություն ունի հավիտենական առումով, անքանալ ես ու դու իբր իր զավակների, իր ծրագիրը արդեն իսկ ինք մեզ իր մտքում, իր սրտում, իր նպատակի մեջ ուներ սուրբ երրորդությունը։ Վաու, ասին, սա մեծ ճշմարտություն է մեզ համար եւ մի հատված մի եւս Դիդոս 1:2 համարները Պողոսը Աստծո ծառա Հիսուս Քրիստոսի առաքյալ գոչված Աստծո ընտրյալներին աստվածապաշտությամբ բերելու հավատի եւ ճշմարտության գիտությանը, նայեցեք ինչ ասում է հետո, հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ այդ նույն արտահայտությունն է, ինչ որ 2 Տիմոթեոս 1:9 կա, հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ այդ հավիտենական կյանքի հույսը, ասում է, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված։ Նորից կարդանք։ Հավիտենական կյանքի հույսով, որ հավիտենական ժամանակներից առաջ խոստացավ անսուտ Աստված։ Երբ Աստված խոստացավ այս խոստումը, հավիտենականությունից, բայց միևնույն ադեն գարանք ասել Հայր Աստված ումի խոստացավ։ Ումի ծրագրեց դալ մեզ իբր սիրո նվեր։ Ջան Մկարտեր եղբայրը սրա մասին խոսապ։ Որդուն խոստացավ հավիտենականության նպատակը Աստուծո, Հորը, Որդու միջև։ Եվ եթե այսպիսի ճշմարտություններ սիրելիներ ջան, մեզ չի ուրախացնում, մեզ չի խոնարհեցնում, մեզ այնպեսի չի անում, որ մենք սրտանց ավելի դիրոջ նվիրվենք եւ պարապանենք Աստծո, հասկանալով, որ այսպիսի կյանքի մեջ, որ ոչ մի բան ապահով չէ։ Այս րոպեին գարա երկրաշարժ ինել այս ամենը փլվել եւ մի քանի րոպե հետ ամեն քսալ դիրոջ ներկայության մեջ ունենք։ Ես չեմ ասում սա բարձրապես նեգում անհանգստացնելու համար, բայց գիտենք, որ ոչ մի երաշխիք չունենք այս կյանքում։ Մեզ ոչ մեկը չունի, բայց մի բան ունենք։ Եթե փող չունես, եթե առողջություն չունես, եթե հույս չունես, ինչ բանի նկատմամբ չգիտեմ, դու գիտես, քո սրտի մեջ ինչ կա։ Մի բան գիտենք, որ ունենք, հավիտենական կյանք ունենք Քրիստոսով։ Անփոփոխ է սա։ Եվ սրա համար Աստծո փառք ենք տալիս, շնորհակալ ենք ով դե, որ դու այսպեսի սիրով մեզ սիրեցիր, այսպեսի սիրով մեզ սիրեցիր։ Ուրեմն
Դեսանք 4 պատճառ, թե ինչու է հավատացյալի փրկությունը ապահով։ Հավատացյալը ապահով է փրկության մեջ աստվածային ընտրության եւ արդյունավետ գոչման շնորհիվ։ Թիվ 2 աստվածային հավիտենական եւ անգործանելի կյանքի շնորհիվ, 3 աստվածային ամենագարող զորության շնորհիվ եւ թիվ 4 հավատացյալը ապահով է փրկության մեջ աստվածային միասնական նպատակի շնորհիվ։ Որքան երախտապարտ ենք, չէ՞։ Ինչ ունենք Աստծո շնորհով է եւ իբր հավատացյալներ մեզ այդ խրախուսանքը գա, այդ հորդորը գա, որ մենք շարունակենք հավատարիմ մնալ Տիրոջը։ Ինք արժանի է եւ ուրիշների ալ շարունակենք ավետարանը գիսվել նրանց հետ, որովհետեւ նրանք էլ այս կյանքը ունենան։ Երբեք մի ասեք, որ չէ, այդ անձը անգամ որ մեղավոր է, հնարավոր չի, որ այդ անձը փրկվի։ Սուրբ գրքի մեջ Սուրբ հոգով ներշնչված մի անձ կա, Պողոս Արաքյալ անունով, որ ինք ասեց, որ ինք մեղավորների ինքն է, գլխավորն է, գլուխն է։ Եթե ինք հնարավոր է, որ ինք փրկվի, ամեն անձ կարող է փրկել Տերը։ Ինչու՞։ Սա նրա գործերից կախյալ չէ, մեր գործերից կախյալ չէ, Տիրոջ շնորհից կախյալ է։ Եվ նրա համար մեր ցանկությունն է, որ բոլոր նրանք, որ մտիկ անում են այս քարոզը, թե այստեղ եւ թե արցանց, հասկանան, որ Քրիստոս կարող է բացարձակապես զորություն ունի եւ շնորհը եւ սերը ունի հրավիրելու մարդկանց իրեն։ Եկեք Քրիստոսի հոգնածներ եւ փրկված եւ բեռնավորվածներ եւ նա կարող է ցեզ հանգեցնել։ Ուզում ես հանգստանալ քո մեղքի բերիցդ։ Ուզում ես Քրիստոսի եկուր։ Ինք կարող է քեզ հանգեցնել եւ կյանք տալ ավիտենապես աղոթենք։ Սիրելիներ, ով դեր Քո խոսքը մեզ համար քաչալերանք է դեր։ Շնորհակալ ենք անգամ միևս, որ դու մեզ հորդորեցիր, խրախուսեցիր եւ մեզ իջեցրեցիր, թե մենք ով ենք։ Մենք գիտենք ոչինչներ ենք, առանց քեզ բամը չունենք, հապա ամեն բան գործնելու ենք, եթե Քրիստոսը չունենք մեր սրտերում հավատքով։ Բայց շնորհակալ ենք, որ դու մեզ դվեցիր քո որդուդ, որ մենք կարողանանք հավիտենական կյանք ունենալ։ Փառք ենք տալիս քեզ եւ մեր աղոթն է դեր բոլոր նրանք, որ լսում են քո խոսքերը այսօր, այստեղ եւ արցանց, ով դեր, նրանց սրտերը դու բացես, որբեսի հավատան քեզ, հավատան եւ փրկվեն եւ միասին քո զավակների խմբի միանան, ով դեր, շնորհակալ ենք, Հիսուսյանով խնդրում ենք օրը փառքի համար, ամեն։ Լեվեղ պայրս